ամենաէլաստիկ խմորով եւ ամենաարագ պատրաստվող պելմեններն ենք իբում։ Եկեք սկսենք։ Նախ եւ առաջ հատուկ սարքի մեջ տեղադրում ենք խառնող գլխիկը։ Հենց այստեղ կշեռքի օգնությամբ կշռում ենք ջուրը, ձուն, բուսայուղն ու ալյուրը։ Մենյուի մեջ ընտրում ենք խմորը հարելու ռեժիմը եւ թողնում ենք խմորը ինքնուրույն հարվի։ Այդ ընթացքում մենք պատրաստում ենք միջուկը։ Աղացած մսին ավելացնում ենք սոխ, կանաչի համեմում սխտորով, աղով ու սև պղպեղով եւ խառնում ենք։ Խմորը արդեն պատրաստ է, տեսեք այն ինչքան էլաստիկ է ստացվել։ Ես անգամ մի գրամ ալյուր չեմ օգտագործել բացելու ընթացքում։ Շատ ենթարկվող խմոր է։ Այսպես բաժակով օղակներ ենք անում։ Ավելացած խմորը կրկին օգտագործում ենք։ Հետո լցոնում ենք մսի խճողակով, եզրերը այսպես ամրացնում ենք, հետո ներս բերելով գեղեցիկ հյուսք ենք ստանում։ Երբ բոլոր պելմենները պատրաստ են, նախապատրաստում ենք սարքը։ Նախ տեղավորում ենք հատուկ գլխիկը, հենց այս ռեժիմի համար։ Այստեղ ավելացնում ենք ջուր, դափնու տերև, աղ, կափարիչը կիպ փակում ենք, գոլորշու տարան նախ յուղապատում ենք, ամբողջ պելմենները տեղավորում ենք այնտեղ։ Ես 2 շարքն էլ օգտագործել եմ։ Հետո այսպես տեղավորում ենք սարքի վրա, ընտրում ենք գոլորշով եփող ռեժիմը եւ սպասում 20 րոպե։ Մինչ մենք մեր տան մնացած գործերն ենք անում, սարքը ինքնուրույն եփում եւ պատրաստում է պելմենները։ Ահա նայեք ինչ ախորժելի է ստացվել։ Ոչ մի գրամ խմոր չի պատռվում։ Միսը ներսում մնում է շատ հյութեղ, նուրբ ու փափուկ, իսկ խմորը էլաստիկ եւ ճկուն։ Հեշտացրեք ձեր խոհանոցային աշխատանքները։ Անպայման ձեռք բերեք այս սարքից եւ փորձեք բաղադրատոմսը։